Պարոն Մանուչարյան, մեր կայքի տեղեկություններով 90-ականների սկզբներին, երբ Հեյդար Ալիևը դեռևս Նախիջևանի մեջլիսի նախագահն էր, կապ է հաստատել մեր անվտանգության մարմինների հետ եւ համագործակցություն առաջարկել։ Դուք այդ տարիներին եղել եք նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը։ Արդյոք դուք տեղյակ եք այդ պատմությանը եւ Ալիևը ձեզ հետ խոսել է։ Այո, ձեզ է ցանկանում։ Այսպես է, մի քիչ հարցի մեջ արդեն պարունակում են այսպես, ինչպես ասեմ ձեզ, լրտեսական, հատուկ ծառայություններին բնորոշ այսպես որակավորումներ, այ կապ, խորհրդավոր եւ այլն։ Դա Հայաստանի եւ սկզբից Ալիևի, իսկ հետո կարող եմ ասել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մի այսպես էական մասն էր կապված թե Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, թե ուրեմն տարածաշրջանի կարգավորման։ Ավելի ճիշտ ես ասացի Ղարաբաղի հարց եւ ինքս ինձ բռնեցի այն բանի վրա, որ սկսել եմ արտասանել այդ անհեթեթ տերմինը, ուրեմն Ղարաբաղյան հարց իրականում գոյություն չունի։ Այդտեղ ուրեմն լրիվ այլ խնդիրներ են, որ 88-ից հայերին սկսել էին ոչնչացնել, ստեղծել էին համակարգեր եւ այլն։ Ալիևը դառնալով Նախճեվանի նախագահ, ուրեմն ղեկավար, այսպես ասեմ, նրանց միլիմեջլիսի նախագահ Նախճեվանի, նա ուներ իր ուրույն պատկերացումները, թե ինչպես պետք է Ադրբեջանը գործի, կառավարվի եւ այլն, եւ մենք հենվում էինք նրա այդ պատկերացումների վրա, առաջարկելով նրան ինչ-ինչ համատեղ ծրագրեր։ Դա տեղի է ունենում այդպես տարբեր հանդիպումների, հեռախոսազրույցների եւ այլն, ինտենսիվությունը հարաբերությունների շատ բարձր էր։ Եվ որպեսզի այսպես ընկալելի լինի, թե ասենք ինչ մակարդակի էին հասել հարաբերությունները 92 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ Նախճեվանի նկատմամբ որևէ խոչընդոտ գոյություն չուներ որևէ կոմունիկացիայի հարցով, այսինքն գազ, էլեկտրականություն, ուրեմն բեռների փոխադրում եւ այլն բացարձակ բաց էր Նախճեվանի համար, չնայած Ադրբեջանը մեծ բլոկադա է ենթարկում։ Նախաձեռնությունը այսպես է իրար հետ շփվելու ադրբեջանական կողմինն է եղել, թե առաջի կապը ինչպես է հաստատվել։ Գիտեք, այսպես է, մենք բարբերաբար հանդիպում էինք, ուրեմն Նախճեվանի ղեկավարության հետ, կապված այդ սահմանի տեղի ունեցող միջադեպերի եւ այլի հետ։ Եվ շատ արագ հասկանալի դարձավ, որ Հեյդար Ալիևի եւ HB-ի վարչակարգի պատկերացումները Ադրբեջանի ապագայի մասին իրար հետ որևէ ընդհանրական կետ չունեն։ Նա այսպես խորը թշնամական փաստորեն հարաբերությունների մեջ էր այդ ղեկավարության հետ եւ ելնելով դրանից դառնում էր այսպես հնարավոր գործընկեր, որ մենք փորձեինք գտնեինք այդ ուրեմն երկրում գործող գործիչների հետ ինչ որ ընդհանուր կետ էր ստեղծելու համար այն Ադրբեջանը, այն տարածաշրջանը, Ադրբեջան բառն էլ այսպես Կասպից արևմուտքի այն հատվածում, որտեղ գտնվում էր ադրբեջանական ԽՍՀ-ն, որը կազմված էր տարբեր ազգերից, տարբեր այսպես տոհմերից, տոհմական խմբերից, որոնք հիմա դրսևորումը կլաններով է, ասենք թե Շեքի կլանը, Գանջայի կլանը, Նախճեվանի, այդ բոլորը իրար հետ կարող են այսպես շատ բարդ հարաբերությունների մեջ գտնել եւ նրանցից ամեն մեկը ձգտում է ինչ-ինչ աստիճանի ինքնուրույնության։ Ուրեմն այդ ամենը պետք է ինչ-որ ձևով կազմավորել եւ այդ ամեն ինչի վրայից հանել թշնամության այդ հանգամանքը, որ մցվել էր տարածաշրջանում։ Իսկ ապագա Ադրբեջանի տեսլականի մասին Հեյդար Ալիևի պատկերացումներում հայկական կողմի ինչն էր, հայկական կողմի համար ինչն էր ձեռնտու։ Ինչ այսպես ընդհանրություններ կային, որ դուք ցանկացաք համագործակցել։ Ուրեմն կար մեր պատկերացումը, որ որևէ ժողովուրդ, որ ապրում է իր հայրենիքում, չպետք է հալածանքների ենթարկվի, պետք է ազատ զարգացման հնարավորություն ունենա, եւ եթե այն պետությունները, որոնց տարածքում գտնվում են այդ ժողովուրդները, կարողանում են ինչ-ինչ բանաձևեր գտնել պետական կազմավորման, օրինակ կոնֆեդերացիայից է, ասենք այնտեղ ապրում էին թալիշներ, ասեցի ապրում էին տարբեր կլաններ, ապրում էին կրոնական տարբեր խմբեր եւ այլն, նույնն էր վիճակը նաեւ Վրաստանում, եւ մեր պատկերացումը տարածաշրջանի կազմակերպման մասին այսպիսին էր կոնֆեդերատիվ, եթե կարճ բանաձևեր ասեմ, կոնֆեդերատիվ Վրաստան, կոնֆեդերատիվ Ադրբեջան, Հայաստանի հետ միասին այդ բոլորը կազմում է ուրեմն հարավկովկասյան կամ ավելի ճիշտ
ուրեմն Կովկասյան միություն, մենք այդպես էինք այդ բարակապակցությունը ձևակերպել։ Հայաստանում գործում էին Կովկասի ուղղությամբ աշխատող մի շարք կառույցներ, մասնավորապես Կովկաս ակումբը, որի կազմում ներգրաված էին մեր նախկին այսպես քաղբանտարկյալների շրջանակներից մարդիկ, մտավորականություն եւ այլն, որոնք շատ այսպես խորը հարաբերությունների մեջ էին այդ բոլոր ժողովուրդների հետ, թե ուրեմն Ադրբեջանի տարածքում, թե Վրաստանի տարածքում եւ թե Հյուսիսային Կովկասի տարածքում, որտեղ Հյուսիսային Կովկասը եւ Հարավայինը իրար հետ խիստ կապակցված են։ Հերիք է ասել, որ կա Հարավային Օսիա եւ Հյուսիսային Օսիա, կան լեզգիներ, ուրեմն ադրբեջանա-ռուսական սահմանի այն կողմում եւ այս կողմում, ավարներ եւ այլ եւ այլ։ Եվ այդ բոլորը պետք է հաշվի առնելով այդ ժողովուրդների հետ մենք կարողանանք բանաձև գտնել, որպեսզի այդ տարածաշրջանը դառնար խաղաղության եւ համագործակցության տարածաշրջան։ Մենք այդ բանաձևը գտել էինք, նաեւ ման էին գալիս դաշնակիցներ եւ այդ դաշնակիցներից մեկը անկասկած դարձավ Գեյդար Ալիևը։ Քանի որ այն ժամանակ Ադրբեջանի ղեկավարը Էլչի Բեյն էր, կար գործողությունների կոնկրետ ծրագիր, որի արդյունքում Հեյդար Ալիևը կդառնար Ադրբեջանի նախագահ եւ որքանով էր հայկական կողմի միջամտություն այդ ծրագրի։ Հայկական կողմը իհարկե իր պատկերացումները ուներ Ադրբեջանի ներքին գործընթացների մասին, եւ մենք այսպես անում ենք որոշակի քայլեր, ունենք շատ հստակ պլանավորում այդ ուղղությամբ։ Հիմա ինչքանով ով, ինչպես եւ այլ, սա դեռ բաց խոսակցությունների ժամանակը չի հասունացել, որպեսզի այդ մանրամասներով խոսենք, ավելի կոնցեպտուալ պետք է պատկերացնենք։ Եվ իսկ կոնցեպտուալ կտրվածքով իրավիճակը հետեւյալն էր, որ Գեյդար Ալիևի գնահատականներ, որ Էլչիբե եւ նրա վարչակազմը տանում է Ադրբեջանը կործանման եւ մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի, նույն գնահատական ուներ նաեւ Հայաստանի ղեկավարությունը այդ ամենի վերաբերյալ։ Եվ դրա հիման վրա ուրեմն մենք փորձում ենք նաեւ ընդհանուր հայտարարի գանք այդ տարածաշրջանի կազմակերպման մասին եւ փաստացի մենք Ալիևի հետ այդ շրջանում փաստացի դաշնակիցներ ենք։ Եվ հաջողության հասած էր ծրագրերում, քանի որ Ալիևը դարձավ նախագահ։ Այո, անկասկած, ուրեմն Ալիևը դարձավ ուրեմն Ադրբեջանի ղեկավար եւ նա պատրաստ էր իրականացնել բոլոր այն նախագծերը, որի մասին խոսում եմ, եւ Ալիևի մասին ես կարող եմ ասել հետեւյալ մեկ բան. չի եղել որևէ հարց, որ նա մեզ խափի, կեղծի եւ այլն, այսինքն մի բան ասի, կատարի մեկ այլ բան։ Այդպիսի ոչ մի դեպք գրանցված չի։ Նույնը կարծում եմ, եթե նրան կարողանայեք ուրեմն նրա հետ հարցազրույց անցնենք, նույնը նա կասեր Հայաստանի մասին։ Պարզապես մենք բոլորս հայտնվեցինք շատ ծանր վիճակում այս բոլոր գործողությունների, այսպես արդեն եզրափակիչ փուլում, երբ որ հայտնվեցին էմիսարներ Միացյալ Նահանգներից, պետքարտուղարի տեղակալը, եւ ուրեմն սկսվեց մեր երկրի վրա ճնշում գործադրվել, որ Միացյալ Նահանգները կապահովեն խաղաղությունը շատ էֆեկտիվ ճանապարհով, իրենց հայտնի ուղիներով, եւ որ մենք ուղղակի պետք է հրաժարվենք մեր այդ նախագծերից, իսկ շատ ավելի կարճ ճանապարհ կա խաղաղության այլ ձևերով։ Սա ստեղծեց մեծագույն խնդիրներ այդ բոլոր ծրագրերի մեջ։ Իդեպ ես կարող եմ ձեզ ասել, որ խոսքը չի գնում մենակ Գեյդար Ալիևի մասին։ Ադրբեջանում շատ քիչ կային գործիչներ, որոնց հետ մենք չէինք գտնվում բավականին խորքային հարաբերությունների մեջ։ Եվ ես գործող մարդկանցից չեմ կարող ասել, որտեղ նրանց կդնեմ մեծագույն հարվածի տակ այսօր, բայց այսօր մարդիկ, ովքեր լրիվ այլ պատմություններ են հիմա պատմում ադրբեջանական լրատվամիջոցների, որովհետև այնտեղ այսպես շատ ծանր իրավիճակ է, այդ կտրվածքով պետք է թշնամանք դրսևորել եւ այլ, իսկ այդ թշնամանքը սկիզբ առավ այդպիսի եղանակ, այսինքն երբ որ տոտալ թշնամանք է կազմակերպում հայերի նկատմամբ դրանց անվանելով այսպես դժողքի մի հանրություն եւ այլ, այդ ամենը իրականացվում է սկսած մոտարապես 2006-7 թվականներից, մինչ այդ այդպիսի բան գործի չուներ։ Այսինքն ձեր համագործակցությունը, այսպես արդյունավետ համագործակցությունը շարունակվեց նաեւ հրադադարի կնքումից հետո Ալիևի հետ։ Ցավոք սրտի, ուրեմն Աղդամի օպերացիայից հետո այդ ճնշումները Միացյալ Նահանգների կողմից հասան իրենց գագաթնակետին եւ ուրեմն մեծ խնդիրներ ստեղծեցին մեզ համար, որովհետև լծակները շատ էին մեր վրա
ազդելու։ Եվ հիմա ես հակված չեմ այս կամ այն երկրի ղեկավարին մեղադրել, որ նա, ասենք, այս տեսակետը պաշտպանեց եւ ոչ թե այն տեսակետը, որովհետեւ իրոք վիճակը շատ պրոբլեմային էր։ Ըստ իս Հայաստանը կայացրեց սխալ որոշում, ենթարկվելով այդ թերադրանքին, եւ այսպես է իրավիճակը։ Մենք իրոք դադարեցրեցինք այդ մեր գործողությունները եւ շատ ցավալի էր ինձ համար, որ ենթադրվում է, երբ որ ամերիկյան կողմը բանակցում է այդ հարցերով մեզ հետ, նա պետք է բանակցել իր մեր գործընկերների հետ, թե ուրեմն Ադրբեջանում, թե Վրաստանում։ Հակառակ դեպքում ստացվում էր, որ Հայաստանը ապակողմնորոշել է եւ ապատերեկացրել է այդ մարդկանց, ովքեր մեր գործընկերներն են այդ երկրներում։ Կարծես այդ բանը տեղի չի ունեցել եւ նրանք հայտնել էին փաստի առաջ, որ հայկական կողմը չի կատարում իր պարտավորությունները կապված այդ պայմանավորվածությունների հետ։ Այսպիսի իրավիճակ ստեղծեց, որից հետո, երբ որ Գեյդար Ալիևը համոզվեց, որ ուրեմն այդ գործընթացը ըստ որի նա պետք է դիմեր Ադրբեջանի բոլոր ժողովուրդներին խաղաղության առաջարկով, ըստ որի ուրեմն այդ բոլոր ժողովուրդների հետ պետք է սկսվեին բանակցությունները, ըստ որի այդ բոլոր ժողովուրդները եւ ուրեմն համայնքներն ասեմ, որովհետեւ այդ տոհմական խմբերը ուրեմն օրինակ ես գիտեի, որ Սուրետ Հուսեյնովը պատրաստում էր, ասենք, Գանջայում ստեղծել Գանջայի հանրապետություն եւ ինքը լիներ ըստ էության, եթե այսպես ավանդական բարակապակցություն օգտագործեն, Գանջայի մելիքը եւ ունենալ սեփական բանակ, որը ուրեմն անվանում ինչպեսին կներ ազգային գվարդիա, թե ինչպես եւ այդ բանակներն էին կազմելու Ադրբեջանի բանակ, այլ ոչ թե Բաքվի կողմից ստեղծված, ասենք, թե մի ընդհանրական զրամիավորը։ Ադրբեջանի կազմում պետք է լինեին։ Ուրեմն այդ բոլորը միասին կազմում էին մի երկիր, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի, ուրեմն Լեռնային Ղարաբաղը իր տարածքներով ինքը պետք է որոշեր կարգավիճակը այդ հարաբերությունների ընթացքում։ Ալիևը համոզված էր, որ կարողանա համոզել, որ իրենք շատ լավն են, որ նրանք լրիվ ուրիշ են, որ հակառակը համագործակցելը լավ կլինի, բայց խոսքը գնում էր բացարձակապես լրիվ խաղաղված, լրիվ համագործակցող տարածաշրջանի մասին, որտեղ գնում էր ինչ-ինչ քաղաքական գործընթաց, այսինքն Ղարաբաղը համարում էր իրեն անկախ, իսկ ասենք Ալիևը փորձում էր համոզել, որ անկախությունը այնքան էլ ճիշտ չի, ավելի լավ է կոնֆեդերատիվ հարաբերություններ լինեն եւ այլ այսպիսի։ Պարոն Անչարյան, վերադառնանք համագործակցության սկզբին։ Ես կխնդրեի, եթե հնարավոր է փակագծերը բացել, այդ ընթացքում, երբ համագործակցում եք Ալիևի հետ եւ ընթանում էր Ղարաբաղյան պատերազմը, պատերազմի հետ կապված որևէ քայլեր, գործողություններ եւ այլն նա ձեզ հուշել է։ Այսինքն ինչ որ ինֆորմացիա պատերազմի վերաբերյալ նա տվել է, թե ոչ։ Որը կօգներ հայկական։ Այսպես է, որտեղ պատերազմական գործողությունները տարվում էին ամենատարբեր, այսպես ուղղություններով, ապա այդտեղ կարող են լինել այս կամ այն ուրեմն դրսևորումներ, կոնկրետ հարաբերություններ, այս կամ այն խնդիրը լուծելու ուղղությամբ։ Ուրեմն մեկնաբանությունների այդ աստիճանը, որից դուք հարցնում եք, ես ուրեմն չեմ կարող հիմա մեկնաբանել, դա ուղղակի անթույլատրելի է, այսինքն այսօր այդ մեկնաբանությունների ժամանակը նորից եմ կրկնում, դեռ չի հասել, անցնեն տարիներ եւ երևի թե այդ ամենի վրայից պարտավորությունների շարժները դուրս կբերեն, այն ժամանակ հնարավոր կլինի։ Սակայն ես մի բան եմ ուզում ասեմ, որ ճիշտ չի լինի ներկայացնել Ալիևին որպես այսպես հայկական կողմի բացարձակ գործակալ, այդ մարդը ուներ իր պատկերացումները, թե երկրի, թե իր ապագայի մասին, եւ ուրեմն այդ պատկերացումները փորձում էր համադրել ուրիշի պատկերացումների հետ։ Համենայն դեպս պատերազմի առնչությամբ որոշակի համագործակցություն եղավ։ Ուրեմն պատերազմը անդադար ընթանում էր եւ մենք ամենատարբեր խնդիրներով իհարկե բանակցում էինք, գործողություններ կատարում եւ այլն։ Եվ թերևս մի վերջին հարց, առաջի հեռախոսազանգերը գուցե եւ այլն, դրանք այդ ամեն ինչը ձայնագրվել է, մենք այսպես ասած իրեղենա պատվիցներ ունենք, թե ոչ։ Գիտեք, առաջին մեր ռեակցիան մեր անվտանգության մարմինների ինչպեսին է։ Դուք նորից փորձում եք մտնել այն խոհանոցը, որը երբեք երկրները չեն բացահայտում, անգամ եթե կատարում են, այդ պետք է ասանջին դիմեք, երբ որ ավարտի ուրեմն արևմուտքի գործերով զբաղվելուց անցնի արևելքի գործերի եւ միգուցե ինչ-որ բաներ հայտայթի կամ չհայտայթի, դա արդեն նրա խնդիրներն են։ Բայց ձեզ կասեմ հետեւյալը, որը ամենակարևորն է մեզ համար։ Հասկանում եք, երբ որ չկայացավ այդ
ամենը, ինչը մենք պլանավորել ենք։ Փաստորեն Ալիևը հայտնվեց մի վիճակում, որ ինքը լրիվ տանուլ է տվել պատերազմը, հայկական կողմը չի գնում ոչ մի քայլերի ուղղված այդ պայմանավորվածությունների հետ, եւ ուրեմն նրան մնում էր մեկ բան, ուրեմն փորձել նորից զենք հավաքել եւ փորձել վերադարձնել այն կորցվածը, որ կորցրել էր այդ Ադրբեջանի ներքին ցնցումների հետևանքով։ Վերջապես եկեք հասկանանք, որ թե Աղդամը, թե այդ 5 շրջանները Լաչինից Քերբաջարից բացի 5 շրջանները, այդ շրջանների ազատագրումը, ես օգտագործում եմ ազատագրում բառը եւ պնդում եմ, որ բոլորը այդ բառը օգտագործեն, որտեղ խոսքը գնում էր ուրեմն հայերի հանդեպ ոչնչացման գործողություն անցկացվող համակարգի մեքենայի, որ ստեղծվել էր Ադրբեջանի տարածքում, նույն իսլամական պետությունն է, որ այսօր բոլորն են ասում դա ինչ է, այդ նույն 15 թվականի Ենիչերների համակարգերն են, որ ստեղծված են հատուկ դաշնությամբ ոչնչացնելու համար, ուրեմն այդ համակարգերից ազատագրելու խնդիրը։ Ինչ վերաբերում է ուրեմն փախստականներ եւ այլ հարցերին, դրանք առանցին խնդիր են։ Այսինքն մարդիկ ցանկացել են հեռանալ, նրանք ովքեր կապված չեն եղել ռազմական գործողությունների հետ, նրանք կարող էին այլ հարցադրումներով հետագայում հարց բացասնել եւ այլն, բայց բոլոր դեպքերում ինչի մասին է հիմա խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ այդ ուրեմն գործողությունների արդյունքում առաջացել էին ազատագրված տարածքները, բայց ուրեմն Ադրբեջանի համար էլ առաջացել է խնդրեմ, որ այդ փախստականներին պետք է վերադարձնի, եւ քանի որ ոչ մի ուրիշ ճանապարհ չկար, այդ ճանապարհները փակված էին, մնում էր միայն զինված ճանապարհը։ Այսօր մենք Տոնի Բլեերի հետ կապված բացահայտումներ լսեցինք, որ բրիտանական ուրեմն համակարգը գնահատեց այդ բանը։ Ես կուզենայի, որ այդ նույն քննությունը անցկացվեր նաեւ մեր տարածաշրջանի հարցերով։ Այդ նույն ձևով Լորդերի պալատներ ստեղծում, որտեղ բրիտանական մասնակցություններ է եղել այս ամեն ինչին, թե ամերիկյան կոնգրեսն է ստեղծում, թե ընդհանրական մի ինչ-որ հետաքննող մարմին է ստեղծում, բայց պարտադիր պետք է նայել, ով ոնց որոշեց կասեցնել այդ խաղաղության գործընթացը այստեղ։ Բերել նրան ամենամեծ արյունահեղությունը եղել է դրանից հետո, այդ որ մենք չենք եղել համաձայնության, ամենամեծ կորուստները Ադրբեջանը մոտ 10,000 զինվոր, երիտասարդներ որպես կանոն 18 տարեկան 15-ից 20 տարեկան զոհվել են այդ ընթացքում եւ հետագա գործողությունները, հետագա այդ խաղաղության, այսպես կոչված գործընթացը եւ այլ եւ այլ։ Այդ ամենը արդյունք էր այդպիսի միջամտության։ Այսինքն հասկանում եք, ինչպես Տոնի Բլեերը ինձ համար զարմանալի է, որ նա հայտարարեց, որ աշխարհը առանց Սադամ Հուսեյնի շատ ավելի արդար է դարձել եւ ես չտեսա միլիոնավոր բրիտանացիներ, որոնք պահանջեին այդ մարդուն եւ նրա հետ աշխատողներին ամենածանր այսպես պատասխանատվության ենթարկել, որովհետեւ միայն մի պայթյունից հետո 100 երեխա է զոհվում, այս վերջի պայթյունը Բաղդադում 250 մարդ, որոնցից 100 երեխա, եւ այդ գործողությունները անընդհատ են։ Նրանք դժոխք են ստեղծել այդ երկրի համար եւ սահմանակից երկրների համար։ Այդ բերել է այս բոլոր անհետությունների ստեղծմանը եւ այդ մարդը, հասկանում եք, քանի որ նա անգլախոս է, քաղաքակիրթ աշխարհի պրեմիեր է եղել եւ այլ, նա կարող է այսպես խոսի եւ ոչ ոք չի ասում, թե այս ինչ է, ինչպես է։ Նույնը կատարվել է մեզ հետ։ Ալիևի հետ կացված արեցվածը հետեւյալն էր։ Ամեն իր բացերով, միգուցե եւ այսպես հանցավոր քայլերով միգուցե, որտեղ ես լսել եմ եւ այդպիսի քայլերի մասին նրա կողմից ինչի ժամանակներ կատարել, այդ մարդը փնտրում էր իր երկրի համար եւ իր ժողովրդի համար խաղաղություն։ Եվ ուրեմն միգուցե նա փրկում է նաև իր համար կարիերա եւ այլ, սա էլ մասն էր այդ ամբողջի, բայց բոլոր դեպքերում խաղաղություն եւ նրա գործողությունները կասեցվել են դրսի համակարգերի կողմից եւ պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել, որովհետեւ այսօր մադրիդյան սկզբունքները նույն ձևով խաղաղությունը ոչնչացնող գործընթաց է։ 3 պետություններ այսօր, 3 համանախագահներ իրականացնում են գործողություն, որը ըստ էության ցեղասպանության մեխանիզմ է։ Ինչու, որտեղ ինչ որ նրանք առաջարկում են, բերելու է մարդկանց ոչնչացման։ Արդեն քանի տարի է, 10 տարի է այդ բանը անում են եւ բերում է մարդկանց ոչնչացման։ Եվ ոչ ոք չի կարող նրանց կանացնել։ Ես ինչից եմ խոսում։ Նրանք արգելեցին ազատագրված տարածքներում Բաքվից, Նախճեվանից, մյուս տեղերից փախած հայերը եւ ոչ հայերը բնակվեն այդտեղ։ Նրանք արգելեցին։ Այսինքն այդ նույն
բլեյերները կարևոր չի ամեն մեկի անունը, ինչ է, որտեղ հետաքննությունը չենք անցկացրել։ Ես ես չեմ կարող ասել կոնկրետ ով է դրա պատասխանատու։ Ով է արել, ինչ է արել։ Բայց նրանք չթողեցին մարդիկ բնակվեին, որպեսզի կոնֆլիկտներ ակնհայտ բազներ։ Ինչու՞մն է կոնֆլիկտը։ Կոնֆլիկտը հետևյալն է, ինչ որ մի մեքենա 88 թվականից սկսել է ոչնչացնել ադրբեջանական ԽՍՀ տարածքում հայերին եւ ահաբեկել մյուս ժողովուրդներին եւ քաղաքական օպոնենտներին, կլանային ուրեմն խմբավորների այդ ինչ մեքենա է, ով է ստեղծել, ով դրա կոչակը սեղմեց եւ այլն, այդ ամենը պետք է բացահայտվի, պետք է ուսումնասիրվի։ Հակառակ դեպքում ստացվում է այսպես, այդ մեքենան գործում է մինչև այսօր, նա արդեն մենք պատերազմի ընթացքում տեսանք ինչ ոչռագործությունների ինչպես ուրեմն կատարեցին, բայց այդ մեքենան մնում է անպատիժ, նա չի թողնում, որպեսզի ժողովուրդները այդ Ադրբեջանի մյուս տարածքից ադրբեջանական ԽՍՀ փախստականները բնակվեն այդտեղ եւ բոլորը հասկանային, այս մարդիկ պատրաստ են քննարկել մի պետություն են ապրելու թե մի քանի։ Նրանք կքննարկեին այդ հարցերը, բոլոր դրանց հետ Բաքվում, ովքեր մարդկանց մորթելով չի զբաղված, ով այդ մեքենայի մասը չի։ Նրանք շատ-շատերի հետ կբանակցեին Բաքվից դուրս, Մոսկվայում, Վաշինգտոնում, բոլոր մյուսներում, որտեղ փախել են Իսրայելում, փախել են նույն Բաքվի մարդիկ։ Իսրայելից այսօր խոսեցնում են նրանց, ովքեր ասում են, վայ, մենք պաշտպանում ենք մեր հարազատ Ադրբեջանը, բայց հազարավոր, տասնյակ հազարավոր հրեա բաքվեցիներ, որոնք մի ֆանտաստիկ քաղաք է ստեղծել բազմազգ, հայերի, ռուսների, թաթերի, մյուսների հետ միասին, այդ մարդիկ երազում են, որ այդ ամենը վերադառնա եւ մեղադրում են բոլոր նրանց, ով դրան դեմ է կապում։ Այս մարդկանց ոչ ոք չի թողնում, որ ազատագրված տարածքներում ստեղծեն այն քաղաքները, որոնք այդ Բաքվի մշակույթի դրսևորումն են, որտեղ այդ քաղաքները խաղաղություն էին հաստատելու տարածաշրջանում։ Այսպիսին են հարցերը, եւ ասում եմ, Բլեյերը մենակ չէ, Բլեյերների մի ամբողջ համակարգ այսօր է գործում, Բլեյերներն են տանում հիմա մադրիդյան սկզբունքները, որը փորձում է հրավիրել նոր հայտնահայտություն։ Պարոն Մանչարյան, եթե վերադառնանք կինոսնականների սկիզբ Մոսկվան, որքանով էր տեղյակ ձեր եւ Ալիևի համագործակցության եւ այդ տեսանկյունից ինչ դերակատարություն է ունեցել։ Ուրեմն այդ համագործակցությունից տեղյակ էին բոլորը, եւ Մոսկվան, եւ Վաշինգտոնը, եւ Լոնդոնը, եւ Թեհրանը։ Թեհրանը հատկապես, որովհետեւ շատ էր այդ ժամանակ միջնորդական միսիաների եւ այլ իրականացնում եւ այսպես ամենատարբեր համար։ Այսինքն բոլորը Անկարանը տեղյակ են։ Մի խոսքով բոլորը տեղյակ են։ Ով ինչպես էր նայում դրան, տարբեր ձևերով, տարբեր պահերին, տարբեր բաներ էին ասում։ Հիմա օրինակ ես երբ որ խոսում եմ, ասենք, ամերիկացիների հետ, թե ինչու չեք թույլ տալիս, որպեսզի Նախճեվանի փախստական հայերը ապրեն Քելբաջարում, նրանք ասում են դա նրանց իրավունքն է։ Բայց իրական փաստաթղթերում որ նրանք անցկացնում էին Ռոբերտ Քոչարյանի հետ դերևս եւ հետագայում մինչեւ այսօր այդ բանը արգելված է։ Հիմա դրա համար չխոսենք նրանից ով ինչ էր խոսում։ Ինձ թվում է ով ինչ էր անում։ Իսկ որպեսզի ես չդառնամ մեկը ով այս ուրեմն զբաղված է կեղծելով այս կամ այն հանգամանքը կամ ասեմ մի բան, որ մյուսները ինչ որ ուրիշ բան են մտածում, չիմանալով շատ անգամ ուրիշ բաներ են մարդիկ խոսում, եկեք այդ հետաքննություն անցկացնենք։ Պետք է հայաստանյան քննողմար մի ստեղծենք։ Մերը առանցի սկսենք, բայց ես կարծում եմ շատ կարևոր է որ դա լինի միջազգային, որտեղ ոչ մի բլեյեր չպետք է խուսափի պատասխանատվությունից։ Այդ նաև նրանք, ովքեր արդեն մոտ 88 թվականից սկսած մինչև այսօր անցկացնում են տարածաշրջանում հայերի ոչնչացման ծրագիրը եւ մի շատ արկ ուրեմն բնիկ ժողովուրդների ճնշման, արտաքսման, շատ դեպքերում նաև ոչնչացման դրսևորումներով ծրագիր։ Պարոն Մանչարյան, ձեր խոսքից կարող եմ եզրակացնել, որ թեկուզ ճնշումների տակ, բայց հայկական կողմն է եղել, այսպես ասած, մեղավորը, որ այդ խաղաղության ծրագիրը մինչև վերջ իրականացավ եւ պատերազմը իր բոլոր դրսևորումներով շարունակվեց մինչև այսօր։ Գիտեք, ես հիմա այդպես դժվարանում եմ ասել, թե հենց միայն հայկական կողմը, որտեղ մենք ունեցել ենք մեր էական մեղքի բաժինը անկասկած, որովհետև ես համարում եմ, որ մենք պետք է հստակ ասենք ոչ այդ ճնշող պարոններին, ինչպես ես համարում եմ, որ այսօր պետք է ասենք ոչ բոլոր ճնշող պարոններին եւ անցկացնենք մեր քաղաքականությունը։ Մեր քաղաքականությունը պետք է կայանա նրանում, որ այդ բոլոր փաստականները ադրբեջանական ԽՍՀՄ-ից բնակվեն այսօր այդ տարածքներում եւ բանակցություն լինի ներ ադրբեջանական ԽՍՀ-ական, այսպես ասեմ,
այն ինչ որ ադրբեջանական ԽՍՀՄ-ն էր, այդ մարդիկ ապրում են, իրանք ներսում խոսում են եւ կազմում են 1, 2, 5, 15 պետություն։ Իրենք կորոշեն ինչպես կարող են ապրել կամ չեն կարող, ինչին կգնան, ինչին չեն գնա, բայց սա խաղաղ բանակցությունների ճանապարհ է։ Ղարաբաղը պետք է լիներ դրանց։ Ուրեմն դա Ղարաբաղի գործն է։ Եթե Ղարաբաղը ցանկանում է մասնակցել, ինքը մասնակցում է, եթե ոչ, ապա ոչ։ Ամեն մեկի գործն է, հասկանում եք։ Այստեղ Այն ժամանակ էլ էր հարցը այդպես դրված։ Այո, իհարկե։ Ղարաբաղը պետք է հանրաքվե անել եւ որոշեր մնում է Ադրբեջանը։ Ղարաբաղը արդեն հանրաքվեն արել է վաղուց, ըստ գործող միջազգային եւ ուրեմն խորհրդային միության օրենքի, նա օրինական դուրս է եկել ադրբեջանական ԽՍՀՄ կազմից եւ ոչ մի երկիր իրավունք չուներ ճանաչել Ադրբեջանը։ Ուրեմն առանց այդ օրենքները հետևելու։ Հասկանում եք, խորհրդային միության օրենքը իհարկե ստեղծվել է այն նպատակաուղղությամբ, որ թույլ չտա երկրի կազմակերպելը, դժվարացնի այն։ Այդ պահը պրակտիկ կար, բայց դեռ կար երկրորդ պրակտիկ պահը։ Այնուհանդերձ, եթե որևէ մեկը դուրս է գալիս, այնպես անել, որ այնուհետև չլինի։ Ուրեմն այսպեսի մի կետ կար այդ օրենքում։ Ամեն հանրապետություն, որ դուրս է գալի խորհրդային միությունից, բոլոր այն տարածքներում, որ խորհրդային միության մեջ մտնելուց չէին պատկանել այդ հանրապետությանը, նա պետք է անցկացնի հանրաքվե։ Եվ բոլոր ավտոնոմիաներում պետք է անցկացնի հանրաքվե։ Այդպիսով Ադրբեջանը ոչ միայն պետք է անցկացներ հանրաքվե, առանցին հաշվի առնելով արդյունքները, նա պետք է ոչ միայն Նախճեվանում եւ Ղարաբաղում անցկացնել որպես հանրաքվե, այլ նաեւ օրինակ Գարդմանում, որովհետեւ այդ տարածքը չէր պատկանում Ադրբեջանի, երբ որ Ադրբեջանը մտավ խորհրդային միության կազմի մեջ կամ զավթվեց խորհրդային միության։ Իսկ Հեյդար Ալիևը որպես նախագահ ընդունում էր Ղարաբաղում կայացած հանրաքվեի արդյունքները։ Ուրեմն Հեյդար Ալիևը Ադրբեջանի նախագահ այդ պահին, որը մենք նկարագրում ենք, դեռ ինքը նախագահ չէր։ Նա դարձավ մեջլիսի նախագահ, հետագայում նա արդեն չէր տանում այն քաղաքականությունը, որը մեզ հետ պայմանավորված էր։ Նա արդեն տանում էր այն քաղաքականությունը, որը բխում էր հայ-ադրբեջանական նոր առճակատման սկզբունքներից, եւ բարձր նա ոչինչ չէր ճանաչելու եւ ամեն ինչը ասելու էր ելնելով արդեն այդ նոր ստեղծված իրավիճակից։ Համագործակցությունը ավարտվեց արդեն երբ նա նախագահ էր։ 93 թվականի օգոստոսին այդ համագործակցությունը ավարտվել։ Եվ դրանից հետո փաստորեն այսինքն հոկտեմբերին էր կարծեմ դարձավ նախագահ։ Մի խոսքով նա ավելի ուշ է դարձել։ Նա փաստացի ղեկավարն էր սկսած օգոստոսից, բայց դեռ ղեկավար, որը պետք է կարողանար այսպես վերահսկել, դառնալ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ որ ժամանակ այդ պետական համակարգերը նա պետք է բերել ինչ որ կոնկրետ վիճակ։ Եվ դրանից հետո ցավոք սրտի մենք ուրեմն այդ համագործակցությունը դադարեցված էր եւ դրա համար մենք ունենք այն Վրաստանը, որը ունենք, կորցրած Աբխազիան եւ Օսետիան եւ մշտական արճակատումների շրջանում գտնվող, ուրեմն ոտնահարված իրավունքներով Աջայայում, Ջավախքում եւ մի շարք այլ տեղերում, եւ ունենք այն Ադրբեջանը, որը ունենք, եւ ունենք այն Հայաստանը, որը Եվ եթե գաղտնիք չէ, թերևս վերջին հարցը ամերիկյան կողմը, որ առաջարկել էր անվտանգության եւ խաղաղության նոր մեխանիզմներ, որոնց մեր ղեկավարությունը համաձայնել էր, խոսքը կոնկրետ ինչ մեխանիզմների ըստ էության այն ինչ որ կոչվում է Մինսկի գործընթաց, դա պետք է լիներ, ըստ ամերիկացիների դա պետք է լիներ շատ արագ, շատ արդյունավետ եւ այլ եւ այլ։ Հայաստանի ղեկավարության նախնական գնահատական այդ բոլոր գործընթացների այն էր, որ դե մենք չնայած այսպես համեմատաբար սկսնակ գործիչներ ենք մի քանի տարի աստորեն, բայց բավականին այսպես լուրջ արդեն հաշվի ենք նստում այն բանի հետ, որ խոշոր տերությունները ունեն իրենց պատկերացումները եւ իրենց շահերը, եւ որպես կանոն այդ շահերը չեն համընկնում փոքր ժողովուրդների շահերի հետ։ Փոքր ժողովուրդները շատ անգամ ընդհանրապես գործիք են, որոնք օգտագործում են այդ շահերին հասնելու համար։ Դրա համար ենթարկվելով նրանց այսպես առաջարկած գործընթացին, օրինակ ամերիկացիները առաջարկեցին այդ Մինսկի խումբը, եւ մենք մասնակցել ենք այդ խմբին, բայց համարել, որ դա Հայաստանի համար հիմնական խաղաղ գործընթաց է, ոչ մի դեպքում չի կարելի։ Մենք իհարկե հակառակն չենք հայտարարում, լավ, առաջարկում եք խաղաղ գործընթաց, մենք մասնակից ենք դրան, բայց զուգահեռ տանում ենք մեր գործընթացները։ Ես կարծում եմ, որ այսօր էլ տարածաշրջանի ժողովուրդները եւ ոչ միայն նեղ, ոչ միայն Կովկասի, Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդները, որոնց ոչնչացնում են անընդհատ որպես ցախ նետելով այդ
խոշոր, հասկանում եք, նույնիսկ խոշոր պետությունները չեն հարցերություն, խոշոր գումարներն են հարցերություն, որտեղ մենք չենք կարող ասել, որ ամերիկյան քաղաքականությունը դա Ամերիկայի ժողովրդի քաղաքականությունն է։ Շատ անգամ այդ ժողովուրդը փաստի առաջ է, ոնց որ Բրիտանիայի ժողովուրդը բազմիցս փաստի առաջ է կանգնված այդ գործողություններով։ Նույնը եւ բոլոր երկրներում այս նույն վիճակն է, համարյա բոլոր։ Շատ քիչ դրանով շեղված են արևելքի մեծ պետությունները, ես նկատում եմ Հնդկաստան, Չինաստան, Իրան, այստեղ ուրիշ բան է։ Բավականին մեծ, այսպես, պահ կա ժողովուրդների եւ կառավարիչների միջեւ։ Ինչ վերաբերում է արևմուտքին, ես չգիտեմ այդպիսի երկիր, որը ուրեմն առաջնորդվի այս սկզբունքներով։ Այդ նույն վիճակում է յետխորհրդային տարածքը ավելի խայտարակ, այսինքն այդ նույն խզվածքն է էլիտաների եւ ժողովրդի միջեւ ավելի խայտարակ, որտեղ էլիտաները եւ ինքնուրույն կաշառակեր են եւ այլն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Մանչարյան։ Ես եմ շնորհակալ։